Գիրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքներ ունենալու էր, եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնող։ Դե չէ, որովհետեւ որպես բան էին, հա, ներկայացնում ձեռքբերում, հա, Գիրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, այդ խորհրդանշական պատը։ Գիրանցի պատը, ժողովուրդ ջան, 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատը ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք, այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք արված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ լուծվող հարց է։ Այսինքն չի գա, որ ամենաանվտանգ հատվածն է այդ ժամանազատված հատվածը։ Միանշանակ։ Եվ բանվեցին բնակիչների այն մտահոգությունները կապված համանազատման սահմանագծման հետ աշխատանքների հետ, որ առաջին օրերն էր տիրում։ Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված համազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթ օրն եմ եղել անձամբ Գիրանցում, ես հաճախ այցելում եմ, ժողովրդի մոտ անհանգստություն չկա։ Գիտենք, որ իշխանությունները գիտենք չեն կարող բնականաբար չանդրադառնալ եկեղեցի իշխանություն հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, ազատել Վեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետը։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Եկեղեցուն է ու բառամթերքն իր ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա։ Թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած է սա։ Ուրեմն մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%-ով։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը